Ամենահավանական, այսպես տարբերակը այդ պարագայում, եթե այդ բոլոր պարամետրերը արկա լինեն, կլինեն, որ կաթողիկոսը վերջիվերջո հրաժարական կտա եւ ռեֆորմներ կլինեն եկեղեցու ներսում, հա, ու մի խոսքով, այսինքն նաև ինստիտուցիոնալ առումով վերափոխումներ կլինեն եկեղեցու ներսում եւ վերջիվերջո այդ նաև եկեղեցի պետություն տարանջատումը շատ ավելի հստակ կլինի, կարծում եմ, որ այս առումով բավականին լուրջ աշխատանք կա տանելու էլի, այսինքն ընդհանրապես դնենք մի կողմ ովքեր են եկեղեցու սպասավորները, ով է կաթողիկոսը, կապ չունի, այսինքն եկեղեցին ակնհայտ է, որ պետք է հստակ հաշվետու լինի պետությանը, չի կարող էլի ինքը սենց առանձին կղզյակ լինել, այսպես ասած, այդ իր ավտոնոմիան այն կերպով չպետք է հասկանալ, որ ինքը պետությունից դուրս է, չէ, հստակ պետության եւ այստեղ կարող են ասել, բայց եթե տարանջատում է, ինչի չպետք է որ լինի պետությունից դուրս, բայց այս առումով չպետք է լինի պետությունից դուրս, որ հաշվետու չլինի, էլի, հա, մի խոսքով, եւ այդ տարանջատումը ավելի ինստիտուցիոնալիզացվի ու մենք այլևս ապագայում արդեն չխոսենք այն մասին, որ եկեղեցին կարող է արդեն որպես կուսակցություն երբևէ ներկայանա քաղաքական դաշտում, դա իսկապես շատ աննորմալ վիճակ է, էլի